Ինստիտուտ տարի, ինվալիդ եմ, հեսա 4 համարյա 5 տարի է։ Հիմի ինձի անուշադիր են, вообще ոչ մի բան չկա, ոչ թոշակ են տալի, ոչ մի բան, բայց քանի քրեակատարողական հիմնարկում նստած էի, մարտին եմ ազատվել, թոշակս տալիս էին։ Հիմա ազատվել եմ, թոշակս չեն տալի։ Ինչ հիմնավորմամբ, ինչ են ասում, ինչու չեն։ Չեն տալի, տարբեր բաներ են ասում, ստից Լոնդոն են ուղարկում եւ այլը այն ձևի գործողություն են անում, որ գիտեն ես չեմ կարողանում, չեն տալի։ Ներեմ ձեր սրտին։ Օրինակ ինչ են ասում։ Օրինակ Հրազդանում ես Հրազդանից եմ։ Հրազդանում ասում են տարբեր անալիզներ պետք է տաս։ Եվ այլը, տարբեր բաներ պետք է հնցնես։ Այնքան բան են ասում, որ մարդ գժվում է։ Խելացի մարդը առանց ինստիտուտած մարդը կգժվի։ Բա ինստիտուտած մարդը ո՞նց է տան կդիմանա։ Ես գժվում եմ։ Մի խնդրում եմ Իսկ առողջապահության նախարարություն կամ աշխատանքի սոցիալական գնացել եմ առողջապահության նախարարություն ուղարկում են բամժատնիկ, ընդ որտեղ չեն խմում, չեն ծխում, հավատացյալ են եւ այլը, այդեն ուղարկում։ Բայց ես ոնց կարամ այդպես անել։ Համի խնդրում եմ ինձի թող ուշադրություն դարձնեն, իմ հարցը լուծում տան։ Դուք ես ուղիղ եթերեդ կարաք դիմեք, ուզում եք դիմեք։ Ես դիմում եմ հենց պարոն Փաշինյանին, վարչապետին։ Պարոն Փաշինյան ջան, իմ հարցին լուծում է պետք տալ։ Սենց չի կա, այս 2-3 ամիս է ես հնգացել եմ թոշակին։ Ես 4 տարի թոշակ էի ստանում, քրեակատարողական հիմնարկում նստած էի, ինձ բերում էին ամեն ամիս տալիս էին։ Հիմի խի չեն տալի, ես չգիտեմ, վերջը, դա կարևոր չի։ Հիմի ես ուզում եմ իմ թոշակը։ Ես ավել բան չեմ ուզում, ավելորդ բան չեմ ուզում։ Ես չեմ ուզում ինչ-որ բան չեմ արել, այդ տեղը ստանամ, հասկանում եք։ Ես իմ թոշակն եմ ուզում, եռնեմ ձեր սրտին։ Թե չէ, հեսա կախաղան եմ մնելու ու պրծնեմ այդ համ։ Վերջ կտամ իմ կյանքին, ումն է պետք է ձևի կյանքը։ Վերջը պարոն Փաշինյան ջան, կարաք ինձ օգնեք, ես Հրազդանի բնակիչ եմ, բայց Երևանում եմ ապրում եմ հիմի որ Երևանում, որովհետև Երևանում էլի 2 կոպեկ փող են տալի, էլի յոլա եմ եթում, ներնեմ ձեր սրտին։ Հիմի ես պարոն Փաշինյանին եմ ներկայացնում, պարոն Փաշինյան ջան, ես քեզի ընտրել եմ հենց սկզբից 18 թվին, ես ընտրել եմ, ու միջև էլ քո կողմնակիցն եմ, էլի եմ ընտրելու, բայց մի հատ իմ հարցը։ Չեք հիասթափվել հիմա, որ ձեր օրինակ թոշակը կտրել են, չեք հիասթափվել Նիկոլ Փաշինյան։ Հիասթափվել եմ, բայց ըստ օրենքի ես գիտեմ, որ լուծում կլինի այս մոմենտին։ Ինչ ես պահը չեք դիմել Փաշինյանին։ Չէ, գնացել եմ բան, որ դիմեմ, ընդ ոստիկանները խմբավորվել են, արգրավել են, ինձ ու տարել են։ Կառավարություն։ Ու բռնե տարել են, всё, հարցին պատասխան չկա։ Ոչ Փաշինյանն եմ տեսել, ոչ իր տեղականներին եմ տեսել, ոչ մեկին չեմ տեսել, բռնե տարել են։ Սոցիալ չեք դիմել։ Դիմել եմ, սոցիալներ ուղարկել է, բա այդ անապահով որ չեն ծխում, չեն խմում, հավատացյալների մոտ աղրգե, սոցիալներ։ Ես էլ որ հավատացյալ չեմ, ես որ հավատամ, ես աստանձի ես ինքս կհավատամ, բայց խեղ երգում այդ հավատացյալների մոտ, տո ուղարկելին մասից, տո ես իմ որդ է և այլը, կասար հարցից լուծումա պետք տալ, թե չէ ես, ինչա, ուզած կառավարության դեմ կախաղան եմ ելնելու, ճիշտ եմ, լուրջ եմ ասում, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, ես ոչ կնիկ ունեմ, ոչ ունեցել եմ, ոչ երեխա, ոչ չել, ես միայնակ մարդ եմ, հերս մեզ մահացած եմ, ես միայնակ մարդ եմ, ինձի կորցնելու ինչ կա, քիչ են տալի թոշակս, կորցնելու ոչ մի բան չունեմ, հիմի ես խնդրում եմ լուծում տան այդ հարցից, թե չէ ես կախաղան եմ ելնելու, ուրիշ ճարտ չկա։